Պարոն Մինասյան, երբ որ դուք ինձ ասում եք չեք կարդացել հանձնաժողովի կարծիքը, նախ եկեք այստեղ մի բան արձանագրենք։ Այդ հանձնաժողովը ստեղծել է Սերժ Սարգսյանը։ Իսկ Սերժ Սարգսյանը դարձել էր նախագահ, որը պետք է բացահայտեր մարտի 1-ը, դարձել էր նախագահ, ինչպես էր դարձել։ Դարձել էր նախագահ մի ընտրակեղծարարությամբ եւ Քոչարյանը արյունով իշխանությունը հանձներ Սերժ Սարգսյանին։ Ինչ եք կարծում, այդ հանձնաժողովի կարծիքը պետք է լիներ անաչառ, արդար, ազնիվ, բնականաբար ոչ։ Հաջորդը։ Հանձնաժողովի կից ստեղծվել է փաստահավաք խումբ, եւ փաստահավաք խումբը շատ մեծ ահռելի աշխատանք էր իրականացրել, շատ բազմաթիվ իրեղեն ապացույցներ էր ձեռք բերել, հավաքագրել էր բոլոր վկանների խոսքերը, ամեն ինչ, եւ ընդ որում նաեւ ձեռք էր բերել 0038 չարաբաստիկ հրամանագիրը, որով բանակը բերեց քաղաք եւ մասնակից դարձավ քաղաքական գործընթացներին, եւ հենց այդ նույն բանակը գնդակահարեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Բացի դրանից, Միեդը ապացույցված է համարում, որ ամբողջ այդ գործընթացը եղել է շղթայաբար հրամաններով, այսինքն գլխավոր գերագույն հրամանատարը նախագահան միջև ստորին օղակը մեկը մյուսին բազմաթիվ հրամանագրերով հրամաններ են արձակել եւ այդ հրամանների ներքո տեղի է ունեցել ծեծ, ջարդ եւ սպանություններ։ Նաեւ Միեդը նաեւ հաստատում է, որ խաղաղ ցույցեր են եղել, ցույցարանների ձեռքին չի եղել ոչ հրազեն, ոչ երկաթյա ձողեր, ոչ փայտեր, եւ այստեղ անհամաչափ ուժ է կիրառվել, ոչ օրինաչափ, եւ բնականաբար այստեղ արդեն հարց է առաջանում, եթե եղել է խաղաղ ցույցեր, եւ նաեւ Միեդը արձանագրում է, որ իշխանությունը մասնակից է եղել այդ ամեն ինչին։ Հետևաբար, եթե խաղաղ ցույցեր էր, ինչու էր հրաման արձակվում կրակել։ Նախ կրակել են նաեւ ժամկետած մահաբեր զենք զինամթերքով, ինչի իրավունքը չունեին այն մարդը հրաման տվողը, որ պետք է հրաման տար, այն հասարակ, չգիտեմ, զինվորին կամ ոստիկանին, որ պետք է մտներ այդ պահեստից, ձեռք բերեր չերմուխա 7 զինատեսակը եւ հրաման տար այդ ոստիկանին, որ ինքն էլ կրակեր։ Սա այս ամենը Միեդը արձանագրել է, պարոն Մինասյան, այստեղ այլ կարծիք բացարձակապես գոյություն չունի։ Հաջորդը, երբ որ դուք ասում եք, որ գիտեք ինչ, մեր իշխանության, նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան կառավարման տարիներին միջազգային կազմակերպությունները չէին համագործակցում կամ ճանաչել էին քաղբանտարկյալներ, իսկ ձեր չէինք համագործակցում եւ ճանաչել են քաղբանտարկյալները դրա համար, բայց պետք է այստեղ մի փաստ արձանագրենք, չէ՞ որ ձեր այդ 20 տարիների կառավարման ընթացքում ստեղծվել է այնպիսի մի համակարգ, որը դիկտատորական կառավարման համակարգ է, քրեաօլիգարխիկ համակարգ, եղել է սպանություններ, եղել են 30-ից ավել քաղաքական սպանություններ, տեղի ունեցել հոկտեմբերի 27, մարտի 1 եւ ընդհանրապես բոլոր այդ միջազգային կառույցների սանդղակներով մեր պետությունը եղել է ամենավերջին տեղերում, ոչ ժողովրդավար, ոչ ազատ խոսք, այս ամեն արձանագրված է եղել, փաստեր են եղել։ Հենց այնպես չի, որ մեր այսպես ասած ժողովրդավարությունը եւ ազատ խոսքը մեր պետությանը վերագրել են ամենավերջին պետությունների շարքերում։ Իսկ այստեղ մենք քանի որ եկել ենք եւ նաեւ ժողովրդի իշխանությունն էր խլված, չկար ազատ թափանցիկ ընտրություններ եւ եկեք հիշենք Ռոբերտ Քոչարյան ինչպես եկավ եւ դարձավ նախագահ։ Նախ առաջինը սահմանադրական կարգն է տապալել, քանի որ ինքը չէր բնակվել Հայաստանի Հանրապետությունում, այդ բավարար քաղաքացիությունը ինքը չուներ եւ երբ որ իրեն հարց էին տալիս ասում էին ինչու դուք ձեր տեխնացությունը առաջադրեցիք, ասում է ինչ է Արցախը Հայաստան չէ, այսինքն հենց ի սկզբանե չեն եղել արդար թափանցիկ ընտրություններ, ընտրակեղծարարով եղել են, դարձել են նախագահներ, սա եւս արձանագրենք, իսկ եւ խլված է ժողովրդի իշխանությունը, ժողովուրդը բացարձակ իշխանություն չուներ, ունե զրկումներ կային, ինչ ուզում անում էր, բացի թողի իրավիճակ էր, անօրեն ոչ իրավական պետություններ։
Բացի դրանից, նաև դուք ասում եք ձեր իշխանության ժամանակ, քանի որ դուք վեկտոր եք փոխել, ինչ որ այլ ուղղությամբ եք վերցրել, դրա համար ձեզ հետ համագործակցում են, աշխատում են եւ դրա համար էլ ձեր իշխանությանը չեն ճանաչում, որ կա քաղբանտարկյալներ կամ ազատ խոսք, դա այդպես չի։ Փաստերը խոսում են բոլոր այն միջազգային կառույցների զեկույցները, սանդղակները, որ այդ չափանիշով տալիս են եւ ազատ խոսքը եւ ժողովրդավարությունը։ Չկան նման բան, պարոն Մինասյան։ Մենք ապրում ենք ազատ ժողովրդավար ինքնիշխան պետությունում եւ յուրաքանչյուր մարդ ազատ է իր կամքը արտահայտելու։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ձերբակալված են, խախտել են օրենքները։ Հայտարարություններ են տարածել, իրեղեն ապացույցները ձեռք բերվել, պլաններ են կազմել ահաբեկչության։ Եվ այսօր մեր պետական ինստիտուտները գտնվում են ինստիտուցիոնալ կարգավիճակում եւ իրականացնում են ըստ օրենքի իրենց բոլոր պարտականությունները։